Այսօր լրանում է ռուս-ուկրաինական հակամարտության 4-րդ տարին, այն ինչ Կրեմլն ի սկզբանե նախատեսել էր որպես կարճատև ռազմական գործողություն, վերածվել է երկարատև պատերազմի։ Հայրենիքի պաշտպանի օրը Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված զինծառայողների այրիների հետ։ И хотел увидеться именно 23 февраля. Նա շեշտել է, որ թեև նրանց ամուսիններն այլևս չկան, սակայն հայրենիքը, հանուն որի նրանք զոհվել են, միշտ լինելու է ընտանիքների կողքին։ Պուտինը կարգադրել է մշտապես ուշադիր լինել զինվորականների ընտանիքների խնդիրներին, խոստանալով անձամբ վերահսկել այդ գործընթացը։ Նույն օրը նա պետական պարգևներ է հանձնել պաշտպանության նախարարության և Ռոսգվարդիայի զինծառայողներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ցույց է տվել իր բունկերը, որտեղ թաքնվել է պատերազմի սկզբից։ Նա հեգնել է. Պուտինը արդեն 4 տարի է 3 օրում գրավում է Կիևը։ Զելենսկին խոստովանել է, որ ուկրաինացի ժողովուրդը հոգնել է, բայց հանձնվել նշանակում է կորցնել ամեն ինչ։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին և Դոնալդ Թրամփին մենակ չթողնել ուկրաինացիներին, քանի որ առանց արևմտյան օգնության երկիրը ստիպված է միայնակ դիմակայել ահռելի ուժին։ Щоденні і те, що раніше здавалось ֆանտաստիկою, тепер стало նորմը։ Զելենսկին օրեր առաջ հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ճնշում է Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնբասի դեռ չգրավված տարածքներից, այն ամբողջությամբ զիջելով Ռուսաստանին։ Президентка Європейської комісії Ուրսուլա ֆոն դեր Լայեն։ Իդեպ պատերազմի տարելիցի օրը Զելենսկուն Կիև քաջալերելու են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլ եվրոպաշտոնյաներ։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մտադիր են Կիևին միջուկային զենք տալ։ Դաշնության խորհուրդը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և ՄԱԳԱՏԵ-ին կոչ է արել հետաքննություն անցկացնել։